Շարիֆն ու Էրդողանը իրար ձեռք բռնած հիանում են իրենց կրտսեր եղբոր հանցագործությամբ։ Օկուպացված Բերձորում են արվել այս կադրերը չորեքշաբթի Թուրքիայի ու Պակիստանի ղեկավարները Ալիևի հրավերով ուղևորվել են Արցախ, Հայաստանին ու աշխարհին ուղղված հստակ մեսիջով, կարծում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Որ իրենք 3 դաշնակիցներ են, որոնք ունեն մեկ ընդհանուր սիրտ։ Սա այն մասին է, որ 3 երկրները Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը համարում են, որ եվրասիական նոր անվտանգային միջավայրի ձևավորման մեջ ունենալու են իրենց առանձնահատուկ տեղը եւ դերը։ Ալիևն իր հյուրերի մոտ Հայաստանի համար վտանգավոր հայտարարություններ անելու առիթը բաց չի թողել։ Մի մեծ անարդարությամբ արևմտյան Զանգեզուրը անջատվել է Ադրբեջանից եւ միացվել Հայաստանին։ Ադրբեջանի ղեկավարի խոսքերն են մեջբերում Բաքվի լրատվամիջոցները։ Հայաստանի Հանրապետությունը այլևս թե ռազմավարական իմաստով, թե մարտավարական իմաստով որևէ նշանակություն չունի այս տանդեմի համար եւ ցանկացած պահի այս տանդեմը կարող է իր ցանկացած խնդիրները լուծել Հայաստանի Հանրապետության հետ։ Բերձորից հնչած ուղերձները քաղաքագետի համոզմամբ Հայաստանի նկատմամբ բացահայտ ճնշման դրսևորում է։ Սա այն մասն է, որ Ադրբեջանը համարում է, որ այս տարածաշրջանում այլևս ինքն է անվտանգության ճարտարապետության գլխավոր ճարտարապետը եւ Թուրքիայի նախագահի ուղերձը եւս դրա մասին էր, երբ ասում էր, որ Ադրբեջանը եւ իր եղբայր Ալիևը այս տարածաշրջանում խաղաղություն կբերի։ Թեև Էրդողանն ու Ալիևը խաղաղության խոստումներ են շռայլում, բայց օկուպացված Բերձորում միջազգային օդակայան են բացել, միասին կտրել կանաչ ժապավենը։ Ըստ քաղաքագետի, Սյունիք երազող թուրքերը Գորիսի քթի տակ օդակայան բացելով հասկացնում են, որ իրենց երազանքը չի փոխվել։ Պահանջի բավարարումը չի բերելու խաղաղության հաստատման, Ադրբեջանը դեռ իր զինանոցում պայմանական Հայաստանի համար շատ մեծ անակնկալներ ունի պահանջների տեսքով։ Մինչ անակնկալները պարզ կդառնան, քաղաքագետը թվարկում է այն, ինչ թշնամին պահանջել է եւ աստիճանաբար ստանում է, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից մինչեւ սահմանադրության փոփոխություն։ Առաջինը այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքն է։ Ալիևը պարբերաբար իր խոսույթի մեջ կիրառում է այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ այլևս Հայաստանի առաջ պայման են դնում, որ Հայաստանը պետք է գործնականում սա ցույց տա։ Հաջորդը Ադրբեջանի խորհրդարանի տարբեր անդամների կողմից հայկական եկեղեցում թիրախավորելն էր, որ մասնավորապես խոսելով այն մասին, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին տարածում է ատելություն եւ իսլամաֆոբիա։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության զինանշանն է, որի մասին սկսել են խոսել։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է, որի մասին սկսել են խոսել։ Այսինքն սրանք կետեր են, որոնցով Ադրբեջանը եւ Ադրբեջանի դեմքով նաեւ այս եռյակ տանդեմը փորձում է Հայաստանը դիմազերծել։ Հայաստանի դիմազերծման փորձերին զուգահեռ Հայաստանի վարչապետը վստահեցնում է, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Փաշինյանի վստահեցումից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, թե Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մեկ շաբաթ առաջ էլ պետքարտուղար Ռուբիոն էր հայտարարել, թե կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն։ Գերտերությունները սովորաբար ունենում են նաև գերհետախուզական համակարգեր։ Քաղաքագետի բառերով ստացվում է կամ Հայաստանի իշխանություններն ուղիղ պայմանավորվածություն ունեն Ալիևի հետ, կամ Փաշինյանի նպատակը ժողովրդին ստելն է։ Այն դեպքում, երբ խաղաղության իր մոդելը չի թաքցնում 2020-ին հայերի դեմ կռված Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան տանդեմը։ Այս 3 պետությունները ասում են կլինի խաղաղության մեր պայմաններով եւ մեր ցանկացած ձևաչափով, իսկ իրենց ցանկացած ձևաչափը կարծում եմ արդեն պետք է մեզ հայտնի լինի։ Հակառակ դեպքում բնականաբար դա կանեն ուժով։ Այսօր է օկուպացված Արցախից Թուրքիա վերադարձել Էրդողանը, ճանապարհին պատասխանելով լրագրողների հարցերին ասել, թե Իրանի աջակցությունն է ակնկալում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Այլուր։